Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Բլեյան, նախորդ շաբաթ Հայաստան այցելեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, մենք հիշում ենք, որ դուք Սերգեյ Լավրովին, դուք եւ ձեր գործընկերները Սերգեյ Լավրովին դիմավորեցիք տարբեր գրառումներով, տարբեր լուսանկարներով, բողոքի ակցիաներ անցկացրեցիք Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց, այն շատ բուռն քննարկման թեմա դարձավ թե Հայաստանում, թե Ռուսաստանի Դաշնությունում, նախ ձեր իրականացրած ակցիայի նպատակը։ Անթույլատրելի է, որպեսզի Սերգեյ Լավրովը մտածեր, որ այդքան արհավիրքներից հետո, որոնք նա բերել է հայ ժողովրդի գլխին սկսած 2020 թվականի 44-րդ պատերազմից, հետագայում երկու ներխուժում 21 թվականին, մեկ ներխուժում 22 թվականին, այն հիբրիդային պատերազմը, որը վարում է անթակույց վարում է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դեմ, պետականության դեմ, քաղաքացիների դեմ, որպեսզի Սերգեյ Լավրովը գա եւ այստեղ չլինի որևէ ցասում, չլինի քաղաքացիական, հասարակական, քաղաքական նաեւ ընդվզում եւ ակցիա։ Եվ մենք իրենք ցույցադրեցինք, որ Սերգեյ Լավրով ոչ ոք չի մոռացվել, մենք չենք մոռանալու, դուք չեք մարսելու դա, դուք չեք կարողանա իրողությունը փաթեթավորեք եւ ներկայացնեք այնպես, կարծես թե դուք նորից եկել եւ մեզ փրկել եք։ Ինչպես անդրադարձավ ձեր այդ բողոքի ակցիան, այսինքն այն ինչ որ ուզում եք ասեիք, այդ ասելիքը տեղ հասավ։ Միանշանակ եւ Մարիա Զախարովայի արդեն արձագանքը, ընդ որում թե նախորդին, երբ մենք պաստառն էինք կախել Կիևյան կամրջից եւ դրանից հետո խոսում է նրա մասին, որ իհարկե մեսիջը տեղ է հասել եւ այն հանգամանքը, որ ինչ որ պահի ոստիկանները որոշեցին մեզ ԱԳՆ-ի դիմացից տեղափոխել արդեն հարակից մայթ եւ այնտեղ ոստիկանական մեքենաներ տեղադրել, որպեսզի հանկարծ Սերգեյ Լավրովի սիրտը չտխրի, երբ տեսնի, որ եւ կարդա այն վանկարկումները, այն պաստառները, որոնք մենք ցուցադրում էինք, դա խոսում է նրա մասին, որ արդեն իսկ շենքում նա գիտեր, թե ինչ է կատարվում, եւ դա շատ լավ մեսիջ է։ Նա պետք է հասկանա, որ այլևս Հայաստանը իրենց ֆորպոստը չէ։ Տեսեք, դուք ասացիք Մարիա Զախարովայի արձագանքը, բայց Մարիա Զախարովան նաև, եթե չեմ սխալվում, այսպիսի մի բան ասեց, որ հավանաբար տեղյակ չեն, որ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից հատկացվող դրամաշնորհները սառեցվել են կամ սառեցվում են, այսինքն ակնհայտ մեղադրեց այստեղ, որ դրամաշնորհներով իրականացված ակցիա է։ Դե դա խոսում է այնպես, ինչպես որ նա գիտի։ Նա հասկանում է, որ երբ նա պրոռուսական ցույցերը հավաքում Հայաստանում, իրենք բոլորը վճարվում են, եւ նա կարծում է, որ այն քաղաքացիները եւ կազմակերպությունները, որոնք եւ ովքեր մասնակցել են ակցիային, անպայման պետք է վճարվեին Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից։ Խոսում է USAID-ի մասին, բայց այո, USAID-ին փակ է, չի ֆինանսավորում, ոչ էլ ես լսել եմ, որ երբևէ USAID-ին ֆինանսավորի նմանատիպ ակցիաներ, դա ռուսական նարատիվ է, նրանք այլ կերպ չեմ կարող բացատրել, իրենք չեն կարող բուն թեմային անդրադառնալ, իրենք չեն կարող բույն պաստառներին պատասխանել, թե այդ ինչպես պատահեց, որ այսպես պատահեց։ Հետևաբար իրենք պետք է հորինեն, ինչպես իրենք տարիներով հորինում են եւ փորձում արդարացնեն, ինչպես փորձում են արդարացնել Արցախի դատարկումը, մեղադրելով թե իբր դա Պրահայում տեղի ունեցավ եւ այսպես շարունակ։ Տեսեք, ռուսամետ քաղաքագետները, այսպես ասեմ, բողոքի ակցիայի մասնակիցներին, այդ թվում ձեզ, մեղադրեցին, քննադատեցին եւ ասացին այդ դեպքում ինչու երբևէ բողոքի ակցիա չեք անում Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց, երբ ձեր բոլորի կողմից շատ սիրելի Ուկրաինայի նկատմամբ կամ Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավարությունը տարբեր հայտարարություններ է անում, երբեմն ոչ հաճելի հենց ձեզ բոլորի համար, կամ ինչու այդպիսի ակցիաներ չեք անում Ֆրանսիայի դեսպանության դիմաց, երբ Ֆրանսիան ներդրումներ է անում Ադրբեջանում, Լեհաստանում եւ Իտալիայում Ադրբեջանը հակահայկական քննարկումներ, ցուցադրություններ կազմակերպեց, ապա ինչու եք այդ ժամանակ լուռ եւ ինչու չեք նկատում այն խնդիրները, որը արևմուտքն է անում եւ այդ ակցիաները այդ դեսպանությունների դիմաց չեք անցկացնում։ Գիտեք, ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, եթե Լեհաստանը կամ Իտալիան կամ որևէ այլ երկիր ունենալ այն ահռելի ներկայացվածությունը Հայաստանում, որն ունի Ռուսաստանը, եւ ըստ այդմ մենք կլինեինք օկուպացված Լեհաստանի կամ Իտալիայի կողմից, ինչպես որ այսօր ես դիտարկում եմ, որ Հայաստանն օկուպացված է Ռուսաստանի կողմից, հաշվի առնելով այդ ահռելի տնտեսական կախվածությունը եւ այն քաղաքական ճնշումը եւ այն հիբրիդային պատերազմը, եւ եթե Լեհաստանն ու Իտալիան նույնպես մեր նկատմամբ վարեին
հիբրիդային պատերազմ իհարկե միանշանակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության պետականությունը մեկն է եւ կարեւոր չէ թե ով է դրա դեմ ոտոձգություն անում, կլինի դա Ռուսաստանի Դաշնությունը կամ որևէ եվրոպական այլ երկիր, բայց իրենք մատնանշում են ինչ-ինչ դեպքեր, որոնք նորմալ է, որ երկու երկրներ իրար հետ համագործակցում են, ես իրենց կհակադարձեմ, իսկ ուր եք դուք, երբ օրինակ Ռուսաստանը բազմաբիլիարդանոց աջակցությամբ հարձակվողական զենք էր վաճառում Ադրբեջանին եւ մի պահի հասավ, որ 60% արդեն սպառազինության Ադրբեջանի ռուսական էին եւ այդ ժամանակ չկար դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի, կար ռազմավարական համագործակցային հարաբերություններ, բայց չկային դաշնակցային, այսինքն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ մեկ մակարդակ բարձր էին, ավելին մեկ հապկին էինք անդամակցում, բայց դա իրենք դիտարկում են, հիշում եք, только բիզնես նичего личного, երբ Սերգեյ Լավրովը նույն ասում էր, միայն բիզնես, ոչինչ անձնական, եւ ուրեմն եթե իրենք դա դիտարկում են որպես բիզնես, ապա օրինակ սա իհարկե սա սովորական բիզնես է եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես սկսել Իտալիայի հետ օրինակ ռազմական ոլորտում համագործակցել, որովհետեւ Իտալիան շատ կարևոր երկիր է։ Մենք պետք է ոչ թե քնենք եւ քննադատենք, այլ սկսենք համագործակցել նույնպես։ Այ մենք 30 տարի քնած ենք եւ համագործակցում ենք, ճակերտների մեջ համագործակցում ենք, տրվում ենք, հանձնվում ենք Ռուսաստանին, իսկ այդ միևնույն ժամանակ Ադրբեջանը համագործակցում էր թե Ռուսաստանի, թե Բելարուսի, թե Իրանի, թե Իսրայելի, թե Վրաստանի, թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միությունների, արաբական, բոլոր այդ համագործակցում էր, հարաբերությունները կերտում, իսկ մենք մեր ամբողջ հավկիտները հավաքել ենք մեկ ուրեմն Զամբիղում եւ ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է մեզ ընկալի որպես ամենահուսալի դաշնակից, այնինչ եղավ հակառակը, նա մեզ գցեց։ Ձեր ակցիայից հետո արտգործնախարարության դիմաց կամ Ռուսաստանի դեսպանության դիմաց իրականացրած ձեր ակցիաներից հետո, այսպես ասած, Ռուսաստանը դարձի եկավ կամ կարողացաք դարձի բերել Ռուսաստանին, պարոն Բլեյան։ Գիտեք, ես հեռու եմ այն մտքից, որ մենք կարող ենք Ռուսաստանին ինչ-որ մի բան հակառակ ապացուցել կամ որ օրինակ ինչպես որոշ ընդդիմադիր գործիչներ ասում են, այ եթե գլխավոր բանակցողը փոխվի, նա կգնա Պուտինին կասի նախորդները վատն են, ես լավն եմ, այսուհետ Ռուսաստան ջան, քո շահերը համընկնում են Հայաստանի հետ եւ ավելի պակաս ուրեմն համընկնում են Ադրբեջանի հետ։ Ես չեմ հավատում դրան։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանն իր վեկտորը փոխվել է դեռ 2008 թվականին, երբ ստորագրեց համագործակցությունը ռազմավարական Ադրբեջանի հետ, եւ այն ժամանակվանից նա հասկացավ, որ թուրքական աշխարհն իր համար ավելի կարեւոր է, եւ Հայաստանը պետք է հերթական անգամ դառնա այն զոհասեղանը, եւ մեր կյանքի եւ տարածքների հաշվին իրենք բարտեր համագործակցության մեջ մտնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ես կարևորում եմ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը այլևս իրեն Մարիա Զախարովան մասնավորապես կամ Մարգարիտա Սիմոնյանը առավել եւս իրեն իրավունք չվերապահի խոսի հայ ժողովրդի անունի շահերից։ Մենք քանիցս տեսել ենք, որ երբ օրինակ նույն իշխանությունը սկսեց ավելի սերտ համագործակցել Եվրոպական միության հետ կամ Միացյալ Նահանգների հետ, իրենք խոսում են, որ դա չի կիսում հայ ժողովրդի մեծամասնությունը։ Իրենց պետք է հասկացնել, որ հայ ժողովուրդը այն ժողովուրդը չէ, որոնք դուք ուզում եք պատկերացնել եւ ցուցադրել։ Հայ ժողովուրդը մենք ենք։ Եվ մենք հասկանում ենք, ով է մեզ դավաճանել եւ ով մեզ չի դավաճանել, ում հետ մենք կարող ենք համագործակցել եւ մենք ենք որոշելու։ Ինչու 2008 թվականի Դմիտրի Մեդվեդևը Բաքվում ստորագրում է հուլիսի 2-ին ռազմավարական համագործակցության համաձայնագիրը, իդեպ երբ բացում ես, այնտեղ կետեր կան, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության հիման վրա։ Այսինքն 2008 թվականից արդեն կարելի էր հասկանալ հուլիսին, իսկ մեկ ամիս հետո արդեն Ռուսաստանը հարձակվում է Վրաստանի վրա, այն ժամանակվանից արդեն մենք պետք է հասկանայինք, որ մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք։ Տեսեք, ամեն դեպքում, պարոն Բլեյան, այսպես ասած հասարակության մոտ կա այսպիսի մի տեսակետ, արևմտամետներ, ռուսամետներ եւ մենք հաճախ երբ այս բանավեճը տեսնում ենք դուք արևմտամետները, դուք ռուսամետները, մարդկանց մոտ շատերի մոտ հարց է առաջանում, լավ ի վերջո ովքեր են հայամետները կամ ուր են հայամետները։ Ես ռուսամետ հասկանում եմ հակահայկական, հակապետական, որովհետև Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Չկա որևէ ընդհանրություն։ Արժեքների առումով, փառք Աստծո, չունենք որևէ ընդհանրություն։
այն ցեղասպան պատերազմը, որը Ռուսաստանը վարում է, որը նույնիսկ Դոնալդ Թրամփին է հունից անում, մենք հասկանում ենք, մենք որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, մենք չենք կարող ընդհանրություն ունենալ այդ արժեքները դավանող պետության հետ։ Մենք չունենք նպատակների տեսլականի, մենք նպատակ չենք դրել դառնալ իմպերիանորից, փորձել ինչ-որ վերականգնել եւ այլն։ Մենք չունենք որևէ ընդհանրություն։ Մեր համագործակցությունը կարող է լինել առևտրային, ինչ-ինչ տնտեսական համագործակցություն։ Վերջ։ Իսկ եվրոպական երկրների հետո մենք կարող ենք ի վերջո քարտեզը բացել, տեսնել Եվրոպական միության անդամ երկրներին, դիցուք Բուլղարիան եւ Ռումինիան, որոնք շատ աղքատ են, երբ իրանք անդամակցում են, եւ տեսնել իրենց արդեն կարգավիճակը, իրենց ապրելավիճակը։ Մենք կտեսնենք մեծ տարբերություն եւ տեսնել Բելարուսի կարգավիճակը, բելարուսցիների, ռուսաստանցիների, չգիտեմ, ղրղզների եւ այլն, ովքեր որ համագործակցում են եւ ռուսական ուրեմն պրոյեկտների մեջ են ներառված։ Տեսեք, խոսեցիք Եվրոպայի մասին, Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ այստեղ նույն Սլովակիայի վարչապետը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կարևոր են համարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք հաճախ ենք լսում արևմուտքից այսպիսի հայտարարություններ, որ անհապաղ պետք է ստորագրվի, դա կարևոր է տարածաշրջանի կայունության, խաղաղության համար, բայց Բաքուն այդուամենայնիվ հրաժարվում է ստորագրել այն։ Այստեղ արևմուտքը բավարար ճնշում չի գործադրում Բաքվի վրա, թե ամեն դեպքում չի կարողանում գործադրել ցանկության, թե կարողության խնդիր արևմուտքի կողմից։ Կարծում եմ, որ ի վերջո մեծ է հավանականությունը, որ մենք կգնանք համաձայնության ներողությունը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որովհետև ել ավելի են կարևորվում լոգիստիկ ճանապարհները եւ Հայաստանը շատ է դիտարկվում որպես այդ տարանցիկ երկիր։ Բոլորովին վերջերս Մարկո Ռուբիոին, Միացյալ Նահանգների պետքարտուղարին հարցրեցին, թե ինչ է կարծում Վրաստանի իշխանության հակաամերիկյան քաղաքականության մասին, որովհետեւ այնտեղ այն ընկերությունները, որոնք որ համաձայնություն կար, պետք է պատկանեին Միացյալ Նահանգներին, իրենք վաճառվում են Չինաստանին եւ այսպես շարունակ, եւ շատ կարեւոր առանցքային հայտարարություն արեց Մարկո Ռուբիոն, որ աշխարհում այդ շատ կարևոր տարածաշրջանում մեզ համար շատ կարևոր է, թե ով է իշխանությանը։ Այսինքն մենք քանիցս լսել ենք նույն այդ այսպես կոչված ճակատավոր ընդդիմադիր դաշտի կողմից, որ Հայաստանը եւ այս տարածաշրջանն այնքան էլ կարևոր չէ, որ իրենց համար այս տարածաշրջանը կարևոր է այնքանով, որքանով որ իրան կարողանան Ռուսաստանին դուրս հանել այստեղից եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց Միացյալ Նահանգների պետքարտուղարը ասում է, որ այս տարածաշրջանը շատ կարևոր է իրանց համար, ընդ որում նա խոսում է լոգիստիկայից։ Դա եւ Միջին-Միջանսկն եւ ոչ միայն իրանք են խոսում, Եվրոպական միությունն է խոսում, բոլորովին վերջերս միջինասիական պետությունների հետ համատեղ Եվրոպական միությունը համատեղ կոնֆերանս էր կազմակերպել, Ֆրանսիան եւ Ղազախստանը ռազմավարական գործընկերներ են ճնշումը, թե ամեն դեպքում որքան էլ ճնշում Բաքուն միևնույն է չի գնա ստորագրել։ Ես կարծում եմ, որ պարզապես նա փորձում է իր խաղադրույքները բարձրացնել եւ հնարավորինս թանկ վաճառել, եւ մենք հասկանում ենք, որ այստեղ որոշիչ խոսքը լինելու է հենց Միացյալ Նահանգներին, որովհետեւ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահն է այն միայն ղեկավարը, որին Իլհամ Ալիևը շատ դժկամությամբ կկարողանա ասել ոչ, եւ նաեւ այն ղեկավարը, որ կկարողանա շատ լուրջ գործարքներ առաջարկել, մեծ գործարքներ, big deal առաջարկել, որը կներառի թե Հայաստանը, թե Վրաստանը, թե ես հույս ունեմ նաեւ Իրանը, ես շատ մեծ հույսեր եմ կապում, որ Իրանն ու Միացյալ Նահանգները։ Բայց Բաքուն բարբերաբար նոր պահանջներ է առաջ քաշում եւ սահմանադրության փոփոխության մասին է միշտ բարձրաձայնում։ Եթե ինչ որ X պահի Հայաստանում գա իշխանության, որը ուզենա ուժով վերցնել Արցախը, իրենք չեն նայի թե մեր սահմանադրության մեջ կա հղում անկախության հռչակագրին, թե չկա հղում անկախության հռչակագրին։ Իրենք կգնան եւ կհարձակվեն Ադրբեջանի վրա։ Եվ եթե Ադրբեջանի նախագահը իրապես մտահոգված լիներ այդ դրույթով, նա ամենակիչը կխոսեր դրանից, հասկանալով, որ որքան շատ է նա խոսում այդ պահանջից, այնքան այն հավանականությունը, որ փոփոխված համանadrությունը կամ նոր համանadrությունը իր դրական քվեն կստանա քաղաքացիների ընտրողների մեծամասնության կողմից, այնքան նվազում է այդ հավանականությունը։ Մենք պետք է հասկանանք, որ այն ինչ որ նա ասում է, նա հակառակը, նա փորձում է տորպեդահարել, նա փորձում է բարձրացնել խաղադրույքները եւ հնարավորինս ավելի շահավետ նա հասկանում է նաեւ, որ այս ամենից Հայաստանը շատ ավելի մեծ ուրեմն շահ ունի, քան Ադրբեջանը։
մասնավորապես Իլհամ Ալիևը։ Եվ հետևաբար նա ուզում է հասկանալ, թե ի վերջո իսկ որն է իր շահը լինելու, իր շահը նա փորձում է բարձրացնել։ Թուրքիան նույնպես հետաքրքրված է դրանով ի դեպ։ Որովհետև եթե մենք հաշվի առնենք, որ օրինակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում փոխելու սահմանադրությունը, այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, եւ Հայաստանը գնում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, միևնույն է մեր ընդդիմությունը կհայտարարի, որ Երևանը դա անում է Բաքվի պահանջով։ Նույնիսկ եթե ընդդիմությունը դա չհայտարարի, քաղաքացիների մեծամասնությունը դա հենց այդպես էլ կհասկանան, որովհետև Իլհամ Ալիևը այնքան է խոսում դրանից, որ անհնար է, որ քաղաքացիները չհասկանան, որ սա պարտադրանք է։ Բայց ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը դրական պատասխան կտա, որովհետև նա արդեն իսկ երբ դեմարկացիա եւ դելիմիտացիայի համաձայնագիր էր քննարկում, անդրադարձել այդ թեմային եւ տեսել է, որ չկան որևէ խնդրահարույց բաներ, ինձ շատ կարեւոր է թե Ադրբեջանի Սահմանադրական դատարանը ինչ պատասխան կտա, որովհետև իրենց սահմանադրության մեջ է, որ կան նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, հաշվի առնելով, որ իրենք առաջին հանրապետությունից են սերում, իրենք այդպես են անկախացել։ Եվ այստեղ է շատ կարևոր թե ինչ կլինի։ Ես կարծում եմ, բայց իհարկե Սահմանադրական դատարանը այնպես չէ, որ անկախ է գործելու Իլհամ Ալիևի շահից, եւ եթե Իլհամ Ալիևը որոշել է, որ պետք է ստորագրի, ապա այնտեղ միանձնյա կամ միգուցե որոշ ինչ որ 1-2 ձեռնպահով մի խոսքով դա կանցնի։ Ինչպես գնալ խաղաղության, պարոն Բլեյան, մի երկրի հետ, որտեղ պարբերաբար խոսվում է Արևմտյան Ադրբեջանի մասին, այսպես ասած, չակերտավոր Արևմտյան Ադրբեջանի մասին։ Եվ վարչապետ Փաշինյանն էլ երեք հայտարարեց, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Իհարկե, շատ ցավալի հարց է, բայց եկեք փաստենք, որ մենք տասնյակ տարիներ շարունակ խոսում ենք Արևմտյան Հայաստանի մասին։ Եվ ամեն անգամ, երբ մենք ասել ենք Արևմտյան Հայաստան, մեր մտքով էլ անգամ չի անցել, որ միգուցե Թուրքիայում թուրքական իշխանությունը կամ հասարակ թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները զգան այն, ինչ այսօր մենք զգում ենք, երբ Ադրբեջանն ասում է Արևմտյան Ադրբեջան։ Բայց դա չի խանգարել Թուրքիային, որպեսզի առաջինը ճանաչի Հայաստանի Հանրապետության անկախությունը, առաջիններից դիվանագիտական հարաբերություններ հաստատի, ընդ որում պատերազմական ժամանակ հացահատիկի ուրեմն աղբյուր հանդիսանա եւ այսպես շարունակ։ Նույնպես մենք պետք է հասկանանք, որ մենք չպետք է շատ ընկճվենք այդ խոսույթից, այդ խոսույթը հիմնականում նրա համար է, որպեսզի հենց դրա համար է, որ մենք ընկճվենք եւ որպեսզի նրա համար է, որպեսզի նաեւ ադրբեջանցիները լսեն, հաճոյանան եւ հպարտանան իրենց նախագահով։ Բայց մենք պետք է տարանջատենք դրան։ Նույն Իլհամ Ալիևը ասել է, որ երբ մենք ասում ենք Արևմտյան Ադրբեջան, դա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ տարածքային պահանջներ ունենք, մենք խոսում ենք պարզապես ադրբեջանցիների վերադարձի մասին, բայց չէ որ մենք նույնպես խոսում ենք հայերի վերադարձի մասին, թե Արցախ, թե Բաքու, թե եւ այլն։ Այսինքն այստեղ բան կա, էլի, թե այս կողմից, թե այն կողմից կան համարժեք ինչ որ գործողություններ։ Մենք այստեղ նախագահ ենք ուզում ընտրենք կամ գուցե արդեն ընտրել ենք, չեմ հետևել, այնտեղ նույնպես ասում են, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան, նույնպես նկատի ունեք Լեռնային Ղարաբաղ, երբ ասացին, որ Սամվել Շահրամանյանի ժամկետը ավարտվում է եւ պետք է նոր նախագահ ընտրվի։ Եվ մենք խոսում ենք դրանից, ես կարծում եմ, որ իրենք հատուկ են դա խոսում, իրենք խոսում են հենց դրա մասին, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ունենա խոսել Արևմտյան Ադրբեջանից եւ ինչ որ համայնք են ստեղծում, կազմակերպություն, նախագահ են ընտրում, ղեկավար են ընտրում եւ խոսում են հայերի կողմից ադրբեջանցիներին էթնիկ զտման ենթարկվելուն։ Դա լրիվ reciprocity, հա, այսպես կա, հակադարձ հայելային ինչ որ քննարկումներ են, հայելային գործողություններ են։ Մենք պետք է հնարավորինս սառը մնանք եւ զգացմունքային դաշտից դուրս գանք եւ հնարավորինս հասկանանք, որ որքան որ մենք կարողանանք սրտացնել մեր հարաբերությունները այն երկրների հետ, ու մենք ունենք շահերի ընդհանրություն, ինչպես օրինակ դա տեղի ունեցավ Ֆրանսիայի հետ, ինչպես դա դրանից առաջ տեղի ունեցավ Նիդերլանդների հետ, երբ մենք ռազմավարական համագործակցություն ստորագրեցինք կամ Խարտիան Միացյալ Նահանգների հետ, այնքան մեր տեսակարարքը շիռը կբարձրանա եւ այդքան Ադրբեջանի լեզուն կկարճանա։ Իդեպ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Երևանում հայտարարեց, որ իսկապես ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով հարցականի տակ դրվեր խաղաղությունը, նկատի ունենալով մի քանի շաբաթ առաջ, որ նորից լարվածությունն ի հայտ եկավ սահմանին։ Այս հայտարարությունը ընդ որում բավական բուռն կերպով քննարկվեց համացանցում, որ ինչ է նշանակում, որ ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով հարցականի տակ դրվեր խաղաղություն, այսինքն չպետք է հաշվի առնել, որ բռնություն է տեղի ունենում։
Դե եթե օրինակ բռնություն եղավ, նույնիսկ եթե ինչ որ լոկալ բախումներ տեղ ունեցան, դա չի մոտեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, դա ավելի կհեռացնի, բայց բոլորովին վերջերս նույն Մարկո Ռուբիոն նույնպես խոսում էր նրանից, որ Միացյալ Նահանգները օր-գիշեր փորձում է ջանալ, որպեսզի չթույլատրի ադրբեջանական ներխուժումը Հայաստան, այսինքն այդ վտանգը կա, այո, կա այդ վտանգը, միգուցե ավելի քիչ հավանական է արդեն, բայց բացառել այն կամ ասել, որ միգուցե մի քանի ամսից այդ հավանականության հնարավորությունները ավելի կբարձրանան, մենք չենք կարող դա բացառել։ Եվ հետևաբար, այո, այնինչ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, դա գրեթե նույնական էր, ինչ ասաց Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Շնորհակալություն։ Սիրով։ Հիշեցնեմ իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։